Ինչու է հեռանում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ինքնակամ թե ստիպված, պարզ չէ։ Մեկ ամիս առաջ նա հուշահամալիրի տարածքում ընդունեց, ուղեկցեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և նրա կնոջը։ Հիմա մամուլը գրում է. Գզոյանին նախարար Ժաննա Անդրեասյանն է ստիպել դիմում գրել, քանի որ նա համարձակվել է Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել, ցույց տալ հուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերը, նաև հյուրերին գրքեր է փոխանցել Հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրի մասին։ Որ Վենսի այցը հուշահամալիր պլանավորածի պես չի անցել, Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր այցին հաջորդած խորհրդարանական հարցուպատասխանում։ Տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ տեղի չունենան, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է։ Թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։ Թանգարանի 74 աշխատակիցները դիմել էին Նիկոլ Փաշինյանին, Գզոյանին կրկին տնօրենի պաշտոնում վերադարձնելու ակնկալիքով։ Նրանք վրդովված են, որ իրենց կարծիքը չեն լսել տնօրենին հրաժարական պարտադրելիս։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։